Նիդերլանդները Ուկրաինային 400 միլիոն եվրոյի նոր ռազմական օգնության փաթեթ կտրամադրի ծովային անվտանգության ամրապնդման համար։ Սա ներառում է ավելի քան 100 միավոր ծովային տեխնիկա, 50-ից ավելի ծովային դրոն եւ մասնագետների վերապատրաստում։ Այլ դաշնակիցներն էլ են նշանակալի օգնություն հայտարարել։ Մեծ Բրիտանիան 350 միլիոն ֆունտ անօդաչու սարքերի համար, Գերմանիան 5 միլիարդ եվրո, Նորվեգիան 750 միլիոն դոլար, իսկ Բելգիան տարեկան 1 միլիարդ եվրո մինչև 2029 թվականը։ Լոնդոնն ու Փարիզը ավարտել են Ուկրաինայում զորքերի տեղակայման ծրագրի մշակումը։ Կողմերը հետաձգել են ծրագրի իրականացումը մինչև հաշտության մասին բանակցությունների վերսկսումը։ Ավելի վաղ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակում ԱՄՆ-ն քննարկում է բրիտանական, լեհական, ֆրանսիական եւ գերմանական զորքերի տեղակայումը Դնեպր գետից արևմուտք։ Հունիսի 5-ի գիշերը ռուսական անօդաչու սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել Չերնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը։ 5 մարդ զոհվել է, որոնց թվում է 1 տարեկան երեխա եւ 2 կին։ Նույն ժամանակ Խարկովը հրթիռային հարված է ստացել, բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, իսկ Խերսոնի մարզային վարչակազմի շենքը մասամբ ավերվել է։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անվերապահ աջակցություն է խոստացել Ռուսաստանին բոլոր կարևոր միջազգային քաղաքական հարցերում, ներառյալ Ուկրաինայի խնդրում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Կիմը մաղթել է Մոսկվային հաղթանակ Ուկրաինայի պատերազմում։ Կողմերը քննարկել են Կուրսկի շրջանում մարտերը, որոնցում հյուսիսկորեացի զինվորները մասնակցել են ռուսական զորքերի կազմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է Հարվարդում սովորել ձգտող օտարերկրացի ուսանողների մուտքը Միացյալ Նահանգներ։ Այս որոշումը Թրամփը պայմանավորել է ազգային անվտանգության սպառնալիքներով։ Հարվարդում պնդում են, որ վարչակազմը վրեժխնդիր է լինում, քանի որ համալսարանը հրաժարվել է տեղի տալ Սպիտակ տան պահանջներին։ Դաշտային դատավորը ժամանակավորապես կասեցրել է նախագահի որոշման կիրառումը։ Սպիտակ տան ղեկավարը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր, արգելելով 12 երկրների քաղաքացիների մուտքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին։ Ամբողջական արգելքը տարածվում է հետևյալ երկրների վրա՝ Հայիթի, Գվինեա, Կոնգո, Չադ, Լիբիա, Սուդան, Էրիթրեա, Սոմալի, Եմեն, Իրան, Աֆղանստան, Մյանմավրիա։ Իսկ մասնակից սահմանափակումները կիրառվում են Լաոսի, Թուրքմենստանի, Բուրունդիի, Տոգոյի, Սիերա Լեոնեի, Վենեսուելայի եւ Կուբայի վրա։ Խաղաղ օվկիանոսում բեռնագիր նավ է հրդեհվել, որ տեղափոխում էր 3000 ավտոմեքենա, որոնցից 800-ը էլեկտրական մոդելի էին։ Morning Midas բեռնանավի սեփականատեր Zodiac Maritime ընկերության ներկայացուցիչների փաստմամբ հրդեհը սկսվել է նավի էլեկտրական տրանսպորտային միջոցների բաժնում։ Անի Հովանեսյան, Reopen Media։